Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը վշտացած է Վաշինգտոնի մեջ Իսրայելի տեսփանադան աշխատակիցներու վրա կատարված հարձակումի լուրեն, որուն հետևանքով զոհված է 2 անձ։ Միանալով դարբեր երկիրներեն հնչող ցավակցություններում մենք թե մենք ադելության եւ բռնության բոլոր ձևերուն ըսված է նախարարության քրարման մեջ։ Հայաստանի արտաքին գործոց նախարարության մամլոխոսնակ Անի Բադալյան անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմեն հերթական անգամ հնչած այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան գեղձխոսույթին։ Armen Press-ի հարցումինի պատասխան Բադալյան ասաց է Հայաստանի Հանրապետության տարածքին մեջ Արևմտյան Ադրբեջան չի գա, Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Լիլիթ Մագուն ցանցիվում ունեցած է կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ։ Կհայտնեն Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Հանդիպան զրուցակիցները քննարկած են Հայաստան-Ամերիկայի երկկողմ օրագարկին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ խաղաղության պայմանագրի վերջնականացած բնակիրի վերաբերյալ հարցեր։ Թուրքիան գագնգալի որ քաղաքական պայմանները այնպիսին են, որ Բաքուն եւ Երևանը կարողանան խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարած է Թուրքիո անվտանգության խորհուրդը։ Խորհրդի նիստում արված է Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որ Մեհդոան հանդես եկած է հայտարարությամբ։ Անկարան հույս հայտնած է, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվին վերջնական խաղաղության հաստատման, որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերուն։ Պաշտոնական Երևանը եւ Բաքուն մարտ 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագիրի մշակման աշխատանքները ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն կհայտնի, Բաքուն պայմաններ առաջ կքաշի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ բարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով 3 տասնամյակ սպաղած ՀՀԳ Մինսկի խումբի լուծարում։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքին քննարկած է Վաշինգտոնի մեջ հրեական թանկարանինքով Իսրայելի տեսփանադան 2 աշխատակիցներու սպանությունը գահիտնե դահիլ բարբերականը։ Սպիտակ տան մամլոխոսնակը նշած է, որ Թրամփ վշտացած եւ վրդոված է գրագոցները նշելով, որ տեսփանադունը զանոնք անվանած է աստղային զույգ։ Լևիթի խոսքով 2 առաջնորդներ նաեւ քննարկած են Իրանի թեման մայիս 23-ին Հռոմի մեջ Ամերիկա-Իրան բանակցություններն առաջ։ Երկու երկիրներու առաջնորդները անդրադարձած են տարածաշրջանային քաղաքականության հարցերուն, Գազայի հատվածին ընթացող ռազմական գործողություններուն եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ըստ Նեթանյահուի գրասենյակի հայտարարության զրույցի ընթացքին նախագահ Թրամփ աջակցություն հայտնած է վարչապետ Նեթանյահուի չանքերուն բոլոր բադանտները ազատ արձակելու, Համասը վերացնելու եւ Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը առաջ մղելու նպատակներուն հասնելու ուղղությամբ։ Գազայի հատվածին վրա Իսրայելի շարունակական ռմբակոծության հետևանքով մայիս 23-ի լուսաբացեն ի վեր զոհված է 28 պաղեստինցի գահիտնե Al Jazeera-ն։ Առողջապահության համաշխարհային գազམ་ագերբությունը հայտարարած է, որ Իսրայելի շարունակական սաստիկ ռազմական գործողություններուն պատճառով Գազայի առողջապահական համագարկը հասած է փլուզման եզրին։ ՄԱԳ-ի բարենի համաշխարհային ծրագիրի ներկայացուցիչները ահազանգած են Գազայի հատված սննդամթերք մատակարարելու անհրաժեշտության մասին, կանխելու սովի սպառնալիքը։ Գազམ་ագերբությունը նշած է, որ վերջերս սահմանապակ օգնության մուտքը բավարար չէ Գազայի հատվածին պաղեստինցիներուն ողջ պահելու համար։ Սան Դիեգոյի շրջանի մեջ մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված է օդանավի մեջ գտնվող քանի անձ կդեղեկացնի AP գործակալությունը։ Սան Դիեգոյի ոստիկանության եւ հրշեջ ծառայության ներկայացուցիչներուն հաղորդմամբ օդանավը գրնադեղափոխել 8-10 ճամփորդ։ Փրկարարները աշխատին դեպքի վայրը իրականացնելով որոնողական փրկարարական գործողություններ։ Ամերիկայի նախագահ Թրամփի վարչակազմը չեղարկած է Հարվարդ համալսարանի միջազգային ուսանողներու ընդունելության հնարավորությունը բարդացրելով ուսանողներուն կամ դեղափոխվել այլ ուսումնական հաստատություններ կամ հեռանալ երկրեն, կորսնցնելով օրինական կարգավիճակը։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմ գարկատրած է դադրեցնել Հարվարդ համալսարանի ուսանողներուն եւ փոխանակման այցելուներու ծրագիրի հավաստագրումը, որը նախադեсված էր 2025-ին 2026 ուսումնական տարվան համար։ Հարվարդ հայտարարած է, որ Թրամփի վարչակազմի քայլը, որը գաստե հազարավոր ուսանողներու վրա անօրինական է եւ հավասարազոր է վրեժխնդրությամբ։ Գերմանիո վարչապետ Ֆրեդերիխ Մերց Լիտվանիա գդարած այցի ժամանակ հայտարարած է, որ Ռուսաստան վտանգ է Եվրոպայի ապահովության համար։ Անոր խոսքով այդ սպառնալիքը զսպելու համար է, որ տարածաշրջանի մեջ գերմանական ջոկատ պիտի դեղգայվի։ Մենք շարունակելու ենք ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Վերջին շաբաթներու ընթացքին Ուկրաինա նախագահականի անգամ ապացուցած է, որ Ուկրաինան մեղավոր չէ բանակցություններու լճացման համար, որբեսի Ռուսաստանը նստի բանակցություններու սեղանի շուրջ Եվրամիությունը ընդունած է պատժամիջոցներու նոր փաթեթ, անհրաժեշտության բարակային մենք պատրաստ ենք ավելի առաջ երթալու ավելցնելով ճնշումը Ռուսաստանի վրա եւ ավելի աշխուժորեն աջակցելու Ուկրաինա, ըսած է Մերց Վիլնյուսի մեջ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։